Առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող վեճերը, որոնք կարող են առաջանալ ապահովագրության հիմնադրամի և ապահովագրվող անձի միջև, նախ պետք է քննի հաշտարարը։ Այսինքն, եթե հիմնադրամում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը բողոքը քննել է ու արդյունքը չի գոհացրել, դատարան դիմելուց առաջ պարտադիր է հաշտարարության դիմելը։ Սա առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի պահանջն է։ Մեր պետությունը իր առջև նպատակ է դրել, որպեսզի դատարանային բեռնաթափի, որի շրջանակներում զարգացում է հաշտարարության ինստիտուտը եւ որոշակի վեճեր վերապահում է հաշտարարությանը։ Ավելի վաղ էլ նախորդ տարվա հուլիսի 1-ից հաշտարարությունը էլի դատարան դիմելուց առաջ պարտադիր էր դարձել ամուսնաընտանեկան որոշ գործերով՝ երեխայի խնամքի, դաստիարակության, ալիմենտի, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի բաժանման, ամուսնական պայմանագրերից բխող վեճերի դեպքում։ Հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մուտք է եղել e-mediation.am կայքի միջոցով 700 թվով 700 գործ, որից 100-ը դեռևս ընթացքի մեջ է, 600-ը գործ ավարտվել է, որից 162-ը ավարտվել է հաշտության համաձայնության կնքմամբ։ Այսինքն հաշտության համաձայնությամբ է ավարտվել գործերի 27%-ը, ինչն էլ իր հերթին ըստ հաշտարարների պալատի նախագահի նշանակում է, որ այսպիսի գործերով դատարանի աշխատանքն է 27%-ով կրճատվել։ Հաշտարարությունը ինքը ոչ միայն այդպես պարտադիր կոմպոնենտ է, որ հաղթահարվի անցնի դատական փուլ, այլ հակառակը հաշտարարությունը մի հատ հարթակ է, որտեղ կարող են վեճերը լուծվել խաղաղ, երկխոսությամբ, բանակցության միջոցով եւ վերականգնվեն հարաբերությունները անձանց միջև եւ այս մշակույթի ձևավորումը շատ կարեւոր է։ Այս ինստիտուտը կոչված է կանխարգելող արդարադատություն իրականացնելու, այսինքն այն գործերը, որոնք որ հաշտարարության միջոցով եզրահանգման են գալիս եւ ընդհանրապես մենք հաշտությունն ենք հաստատում, այդ գործերը այլևս դատարանի քննությանը չեն արժանանում, նորից այդ գործընթացները չեն իրականացվում, դատական նիստերը ավելի քիչ են լինում եւ սա բերում է նաեւ արդյունավետության։ Սա ավելի արդյունավետ է ընտանեկան հարցերով գործերի համար։ Դատավոր Անահիտ Անտոնյանը ցավով է արձանագրում, որ այնուամենայնիվ շատ հաճախ ընտանեկան վեճերի համար հաշտարարությունը դառնում է ընդամենը մեկ պարտադիր օղակ, որը պետք է հաղթահարել դատարան հասնելու ճանապարհին։ Մինչդեռս նրա հաշտարարի միջոցով վեճերի հանգուցալուծումը շատ ավելի արդյունավետ կարող է լինել։ Հաշտարարության մեջ կողմերը ավելի ազատ են, իրենց կանոնները թելադրել, հաշտություն են կնքում, նույնիսկ հաշտության պայմանները չեն հրապարակվում, դատալեքսով օրինակ, որ հաշտությունը հաստատվում է, այսինքն իրենք ավելի արդյունավետ դիրքերում են, ավելի քան դատարանում, երբ որ դատավորն արդեն եթե չեկաք համաձայնության, որ դուք պետք է երեխային տեսնեք օրինակ այսինչ օրերը, չեկաք դատարանը կորոշի ձեր փոխարեն։ Իսկ հաշտարարության գնալիս փոխադարձ զիջումների են գնում ու հաշտություն պետք է միշտ ընկալենք, որ փոխադարձ զիջումներ է պահանջում, միշտ արտադատական թե դատական կարգով։ Հունվարի 21-ին աշխարհի շատ երկրներում նշվում է հաշտարարի օրը։ Այդ առիթով էլ Հայաստանի հաշտարարների պալատը քննարկում էր հրավիրել հաշտարարության 1 տարին Հայաստանում խնդիրներ եւ զարգացման հեռանկարներ խորագրով։ Նպատակն էր վերհանել ոլորտի խնդիրները, հասկանալու թե օրենսդրական ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա ոլորտը ավելի կատարելագործելու, բացերը վերացնելու համար։ Աննա Զախարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։